Դիմում եմ Եվրոդաշինքի ուժերի ներկայացուցիչներին, առաջնորդներին, Արամ Զավենի Սարգսյանին, Տիգրան Խզմալյանին, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանին, Արման Բաբաջանյանին, Հովսեփ Խուրշուդյանին քաղաքացիական հասարակությունից, Դանիել Իոնիսյանին եւ էլի բոլոր այն մարդկանց, ովքեր Դաշինքին էին աջակցում, Դաշինքին են աջակցում կամ այդ ուղությունն են աջակցում, 50,000 ստորագրություն էին հավաքում, շուրջ 5 տարի է եւ ավել շատերը պնդում են, որ պետք է Հայաստանը նոր դաշնակից գտնի, լավ դաշնակից գտնի, այլ զորքեր բերի Հայաստան, իր շահերը պաշտպանի լավ դաշնակիցով, որտեղ մենք վատ դաշնակից ունենք, եւ այլն եւ այլն եւ այլն։ Տղերք, ուր եք։ Տղաներ եւ նաեւ կանայք էլ կան, շատ հայտնի։ Ուր եք ժողովուրդ։ Բա ինչի՞ չեք ձայն հանում, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանի երկայնքով տարածքում դրան մոտ այնպես ինչպես կմեկնաբանի նաեւ Ադրբեջանը ապագայում, սա շատ կարեւոր է, չտեղակայի երրորդ երկրների ուժեր։ Այսինքն ի՞նչ է դուրս գալիս, հարգելի գործընկերներ։ Մենք բանավիճում ենք, ասենք ես ասում եմ ռուսական ռազմաբազան չի կարելի հանել, դուք ասում եք պետք է հանել, դրա տեղը պետք է ամերիկյան բերել, ֆրանսիական բերել, շվեդական բերել, սկանդինավներին բերել, ես իմ ում բերել, ճաշակի հարց է, լավ, ես մտածում եմ, որ որևէ այլ արևմտյան ուժ չի գալու Հայաստան, ասում եմ չեն գալու, դրա համար եմ ես ասում, դուք ասում եք գալու են թող ռուսները գնան կգան, լավ, հիմա այս համաձայնությամբ մեր թորները, մեր ծորները հարյուրավոր տարիներ, եթե սա համաձայնություն է եւ ստորագրվում է, չեն կարող, պատկերացրեք մի օր կարող է մենք ուզում ենք ֆրանսիական ռազմաբազա բերենք Հայաստան։ Ձեր սիրած դուք եք չէ լոբին գարել։ Հիմա դրա հնարավորությունը փակվում է։ Այստեղ ճաշակի հարց չէ ռուսական, ֆրանսիական թե ամերիկյան, ընտրության հարց է, որ հայ ժողովուրդը ընտրություն կատարի, ուզենա ռուսականը չուզենա, ուրիշ ուզենա, այդ ուրիշը ուզենա ֆրանսիական օրինակ, ինչպես դուք եք ասում։ Հիմա այդ հնարավորությունը փակվում է։ Պարոն Սարգսյան, մյուս գործընկերներ, ինչքան էլ որ մենք տարաձայնություններ ունենք, այլ կերպ տեսնենք աշխարհը։ Ձայն հանեք։ Չի եղել մի դեպք վերջին շրջանում, որ իշխանությունը մի բան անի, դուք չգնաք եթերներ պաշտպանեք, ասեք սա լավ է, սա ճիշտ է, որովհետև ռուսների դեմ է, չգիտեմ ինչ։ Ձեր բոլոր նարատիվներն է դա։ Հիմա ձայն հանեք, հիմա ի՞նչն է ռուսների դեմ, որ ֆրանսիական համագործակցություն չենք կարող ունենալ, էլի ռուսների համար ենք անում, հա։ Ինչ կմեկտաբանեք, բայց ինչի՞ չեք ձայն հանում։ Ես ասում եմ, նայեք, դիրքորոշում արտահայտեք։ Դիրքորոշում արտահայտեք։ Եթե իշխանության ամեն հարցի փաստաբանը չեք եւ օբյեկտիվ եք, ունեք տեսլական, արժեքային հենք եւ արժեքներով եք դատում ես ամեն ինչը, բա ասեք, լավ է թե վատ, ասեք դեմ եք թե կողմ եք։ Ասեք, ես ինչ եք անում։ Ձայն չկա, ոչ մի բան չկա։ Նաեւ միևնույն ժամանակ դիմում եմ Հայաստանի Հանրապետության ամբողջ իրավապաշտպան ինստիտուտներին, ՀԿ սեկտոր, անհատ իրավապաշտպաններ, երկար տարիներ դուք նույնպես նույն թեզերը քարոզել եք, նույն թեզերի պաշտպանն եք եղել, էլի լավ, խնդիր չեմ տեսնում, եւ միևնույն ժամանակ նաեւ Ադրբեջանի դեմ դատական հայցեր ներկայացնելու ջատագովներն եք եղել։ Հռոմի ստատուտը ինչքան ժամանակ է վավերացված, ուրա ձեր հայտարարությունը, որ Հայաստանի կառավարություն վավերացնելուց ասել ես, որ պետքա դիմես, չես դիմում, ինչի՞ չես դիմում։ Ուր եք տղերք, ուր եք ժողովուրդ։ Տաներ, աղջիկներ, ասում եմ տղերք, հետո չասեմ աղջիկները, բա կանայք։ Ուր եք, ձեն հանեք։ Ավելին ասեմ, այդ երկրորդ կետով, որ մենք պետք է դատական գործերը ետ վերցնենք, դա նաև ապագային է վերաբերում, ապագայում էլ չենք կարող ներկայացնել ոչ մի գործ։ Հետևաբար Հռոմի ստատուտին չենք վավերացրել, կարողք բացատրեք։ Բացի այն, որ Ռուսաստանի դեմ է, որ դրա համար վավերացրել ենք, գիտեմ, որ ուզում եք այդպես վավերացվի, եւ դա եղել է։ Ուրիշ ինչի համար ենք վավերացրել։ Պաշտոնապես ասվել է, որ Ադրբեջանի համար արվում, պաշտոնապես։ Ոչ պաշտոնապես բոլորին ասվել է, որ Ռուսաստանի դեմ ենք անում։ Հիմա ինձ բացատրեք ժողովուրդ։ Ուր եք, ինչու չեք ձայն հանում։ Նայեք, մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, կարող ենք տարբեր մոտեցումներ ունենալ։ Նորմալ է, բազմակարծություն է, ժողովրդավարություն է, ուզում ենք լինի, այդ էլ ուզում ենք լինի, հա։ Բայց այն, որ դուք հիմա ձայն չեք հանում եւ հերթական անգամ մտածում եք ոնց անեք, որ իշխանությանն աջակցեք, ես ուղղակի ապշած եմ։ Ես ուղղակի չգիտեմ էլ ինչ ասեմ։ Այսինքն ոչ մի արժեքային բան չկար այս ամեն ինչի մեջ։ Այսինքն մտածում եք, որ Հայաստանը կարող է դառնալ հաշմանդամ երկիր եկող հարյուրամյակների համար։
Այսինքն մտածում եք որևէ ռազմական համագործակցության մեջ չպետք է մենք մտնենք ապագայում, մեր թորները, մեր ծորները, որ ուզենան որևէ բան անեն ապագայում, մեզ արգելեն ասեն, այ նմանատիպ պայմանագիր կա կնքված։ Ինչի մասին ասա։ Եվ մարդկանց չխաբեք, ասեք թե այս եվրոդիտորդների հարցը, այս տեսա արդեն նման գրառումներ կան։ Բայց եվրոդիտորդների դուրս գալը դա քաղաքացիական ուժ է, դա ռազմական ուժ չի, ինչու է ադրբեջանական, ռուսական նարատիվներ տարածում, չգիտեմ ինչեր անում, բացես բաներ։ Այս ինչեր եք խոսում։ Դուք չեք հասկանում, որ իշխանությունը համաձայնել է, որ եվրոդիտորդները պետքա դուրս գան այդ տարածքից։ Ուղղակի մինչև այդ ասում են, որտեղ կդեմիլիտացվի, դելիմիտացիա կլինի, տեից դուրս կգա։ Հիմա էլ ասում է, չէ, բոլոր տեղերից էլ համաձայնենք դուրս գա, հենց այս թուղթը ստորագրվի։ Ես ուղղակի գիտեք ինչն է բանը, որ ասենք, հա կարող է ինչ-որ սիմպաթիա կա, ինչ-որ շահեր ունեք, ուզում եք ուրիշի դեմ եք, դրա համար իրանց հետ եք, այդ սա հասկանում եմ։ Բայց վերջին հաշվով ես հույս ունեի, որ դուք որևէ արժեքային հենք ունեք։ Եվ եթե ունեք, ես սպասում եմ ձեր դիրքորոշումներին։ Ձայն հանեք, չի լինելու ձայն չանելով։ Թե դատական գործերը հետ վերցնելու, թե Ռոմի ստատուտով գործ չտալու ապագայում նաև չտալու համար, թե նաև եվրոդիտորդներին հանելու եւ ապագայում հարյուրամյակներով այս պետությունը դարձնել հաշմանդամ երկիր, ինքնիշխանությունը ոտնահարել։ Հարևան պետությունը որոշում է, թե այս պետության ներսում ով որտեղ կանգնի, ով որտեղ կանգնի։ Այսինքն, երբ որ Ռուսաստանը Ուկրաինային պահանջում է, Ուկրաինայից պահանջում է, որ բանը ՆԱՏՕ չգնա, դուք քննադատում եք Ռուսաստանին։ Բայց որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից երրորդ ուժ չլինի Հայաստանի ներսում, դուք օքեյ եք դրա հետ։ Դուք դա նորմալ եք նայում։ Եվ Բերբոկը եւ մյուսները Գերմանիայի ԱԳՆ-ն, բոլոր ամբողջ արևմուտքը ողջունում է, շնորհավորում է։ Այսինքն ինչ որ Հայաստանին է վերաբերվում, ինչ որ մեր իրավունքների զիջմանը, մեր ինքնիշխանության զիջմանն է վերաբերվում, դուք օքեյ եք, նորմալ է։ Այդ ինչ որ քննադատում եք, բան եք անում, այդ Ուկրաինայի մասին է։ Հայաստանի մասին դարձ չունեք դուք, հա, պաստորեն։ Ոնց հասկանամ ձեզ։ Ոնց կարելի է ձեզ հասկանալ, կարաք բացատրեք։ Բնականաբար հետևելու ենք, ուշադիր հետևելու ենք, տեսնենք թե ինչ եք ասում։ Չի լինելու խուսափել այս թեմայից։ Եվ վերջին բանին եմ ուզում անդրադառնամ, տեսնում եմ այդ երեկվա մեր հայտարարության ուղիղ եթերի այսօրվա ասուլիսի բանի արձագանքների իշխանական ռոպագանդիստները ինչ են խոսում։ Բայց չեք ուզում խաղաղություն, ով չի ուզում խաղաղություն պատերազմ, ժողովուրդ, այս պրիմիտիվ քարոզչությունն է, այս փաստաթուղթը խաղաղության մասին չի։ Այս փաստաթուղթը անգամ ԱԳՆ-ն չի կարողացել համաձայնեցնել միասնական հայտարարությամբ հանդես գա։ Ում եք ձեռառնում, ում եք խաբում։ Վերջին հաշվով ասենք չափ կա, սահման կա, էլի։ Ով դեմ է, ուրեմն խաղաղություն չի ուզում, չգիտեմ ինչ։ Խաղաղությունը դուք չեք ուզում, որ ամբողջ պետությանը խաբել եք 19 թվականին չեք ասել, որ խաղաղության պլանը սեղանին դրված է եւ մերժել եք գաղտնի եւ ամբողջ միացք տարե պատերազմի ու կործան է։ Տեսակ ով է խաղաղությանը դեմ, դուք եք խաղաղությանը դեմ եղել ու շարունակում եք դեմ լինել։ Դուք միայն կողմ եք նվաստացմանը, արժանապատվության ոչնչացմանը, անարժանապատիվ լինելուն, ինքդ քու երկրի շահերը չպաշտպանելուն եւ վերջինն ասեմ, հենց հիմա հայ քաղաքացիներին դատում են այնտեղ, բայց Ադրբեջանի հետ Հայաստանը պայմանավորվել է, որ Ադրբեջանին դատի չտա ոչ մի տեղ։ Բայց միակողմանի զիջում չի։ Լավ, եթե պայմանավորվում եք այդ մարդկանց թողային ազատեին, Հայաստանի ուղղությամբ Հայաստանի դատը փակեին, եւ դա Հայաստանի դատն է, Հայաստանին են դատում։ Ու ասային, դե դուք էլ դատի մի տվեք։ Բայց չէ, նրանց դատելու են, դատում են, նորին ուզում դատեն, բայց Հայաստանին ասում են, դու ընդունի, որ դու չես դիմելու դատան, Հայաստան ասում է, եղավ, մենք ընդունում ենք։ Եղավ, մենք ընդունեցինք։ Էս է ժողովուրդ։ Իմացեք այս ամեն ինչը, որտեղ մինչև չիմանաք, մինչև չվերլուծեք, անալիզ չանեք, չգա եզրակացությունների, որևէ փոփոխություն հնարավոր չի, որ փողոցում տեղի ունենա։ Լավ մնացեք եւ նաեւ խայտարակություններ այսօրվա պարլամենտը, այսօր պարլամենտական ուժերը ուղղակի պետքա, չգիտեմ, ինչեր անեին, էլի։ Այս ինչ պարլամենտ է կընտրե ժողովուրդ։ Այս էլ պարլամենտական ուժերի մասին։ Լավ մնացեք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետության։ Եվ խնդրում եմ այնպես տարածեք, որ Եվրոդաշինքի լիդերները, հետևորդները, նրանց հավատացողները բոլորը դիտեն այս տեսանյութը եւ բոլորը իմանան, որ Հայաստանի Հանրապետության սերնդեսերունդ ամբողջ միապագայի վերաբերյալ նմանատիպ անդամալույս դարձնող որոշում են ընդունվում եւ ձայն չեն հանում այդ մարդիկ, ովքեր գիշեր ցերեկ թմկահարում էին, որ
բան ենք անելու, լավ դաշնակից ենք բերելու, այնի վատներ, հիմա լավն ենք բերելու, այդ լավը բերելու ճանապարհներ փակվում է ու ձայն չեն անում։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։